գնաց Բեյրութի օդանավակայանը, այլևս մինչ այդ դակավին չէին գիտեր, որ ուր է, առավոտյան էր, ինքը դակավին օդանավի մեջ էր, ես արդեն իմացա, որ Մուրացան զինվորական հիվանդանոցն է, օդանավակայան երբ որ հասավ, այն ժամը որ հասավ, մեր նպատակն էր կամ փորձեցինք ամիջավես երթալ Մուրացան հիվանդանոց, որովհետեւ ինքը իր տեսնե իր ամուսնին, ափսոս որ 10 րոպեով ուշ հասանք այնտեղ, արդեն այնտեղ են տեղափոխված էր քննչական երևի սովորական կամ այս բահին հարմար հարցակնության համար։ Դուք տարիների ընթացքում իր ընտանիքի աջակցել եք Իվաշտոնե, այո, կապի մեջ եմ եղել, հարցազրույցներ արել Տիգին Լինդան եւ հնարավոր սահմաններում մեջ որպես մեդիա փորձեր ենք իրենց դատը բարձրացնել, ցայնը բարձրացնել։ Օդանավակայանում, ինչպես տեսանք, Հայկ Սարգսյանը եկավ դիմավորեց Լինդային, ինչու պայմանավորվում այս ակտիվությունը, շատ ողջունելի է, որ աջակցություն կա, բայց չէ՞ որ նրանց հենց իրենց իշխանության օրոք է Վիգենը երևարվել։ Գիտեք ինչ, ես անձեր չեմ ուզեր հասցեակրել, պետք է շնորհակալ լինել, որ այս հարցով զբաղող կա։ Ես չեմ գիտեր այս բահով Սարգսյանները որքանով իշխանական են, սակայն եւ այնպես բոլորին է իմ գոչս, որ այս բահը PR-ի բահ չէ, որովհետեւ այստեղ մարդկային թեմա կա, մարդկային օրագարկ կա, 5 տարի է կերևարված երիտասարդ կա, ոչ մի լուրջ պատճառի համար կամ հանցանքի համար, կինը եկած է Լիբանանեն իրեն տեսնելու 5 տարի է չեր տեսած եւ չտեսած եւ ահակի մտահոգություններով եւ այնտեղ են եկած եւ չեկած լուրերով, հետեւաբար այս բահը մարդկային գեցվածքի բահ է, իմ առաջարկս է բոլորին, որ այս բահուն PR-ով չսպաղեն, այլ տեսնել ինչպես կարելի է օգտակարել այս ընտանիքին, որովհետեւ ի վերջո Վիգենը միանա իր ընտանիքին եւ իրենց ծրագիրը Լիբանան մեկնել է ամիջապես եւ այդ բոլորը բարեհաճող ընտանա։ Ընտանիքի մյուս անդամներն կգան Հայաստան, թե Վիգենը Չէ, ընտանիքի Վիգենին զավակները Լիբանան են այս բան, ինչպես գիտեք մեդիայի վրա էլ ցանոթ էր իր դղան բսակատրվելու ծրագիր ուներ, սպասում էր օրը, բարեբախտաբար շատ չսպասեց։ Մինչ Վիգենի վերադարձը նա նամակ էր ուղղել ընտանիքին եւ այդտեղ նշել էր, որ խնդրում է իր միակ որդուն, որպեսզի սպասի իրեն, որպեսզի նա ինքը անձամբ ներկա լինի իր սակադրությանը։ Ինչ է կարծում, Վիգենը այդ ժամանակ գիտեր, որ ինքը արդեն վերադառնալու է, որ նման կոչ էր անում իր տղային։ Չէ, հույսը միշտ մարդու մեջ կմնա եւ այդ 20 տարվա թադավարտությունը այդքան ռեալ չի թվիր այդ իրավիճակի մեջ գտնվող եւ ես կարծեմ որ դա հույսի մարդկային հույսի արդյունք էր եւ ոչ թե դեղեցության։